Բարև ձեզ, շարունակում ենք մեր գրական դավադրությունների շարքը, 1-1 TV YouTube-յան ալիքում։ Բարև ձեզ։ Ու այսօր առանձնացրել ենք երկու աշխատություն, որոնք իրար բավական նման են, ընդհանուր գիծ ունեն։ Դրանք Բուլգակովի «Շան-սիրտը», «Սաբաչյե սերդցը» եւ Ֆրանց Կաֆկայի «Կերպարանափոխություն», «Մետամորֆոզ» կամ հատած տարբեր թարգմանությունների։ Իրականում բավական իրար հետ նման աշխատություններ են, երկուսի, այսպես ասենք, գեղարվեստական առանցքը մարդու տրանսֆորմացիան է, հա, մի դեպքում Բուլգակովը շնից պրոֆեսորը շնից ստանում է մարդ, կամ ինչ-որ պսևդոմարդ, հա, կեսմարդ, իսկ Կաֆկայի դեպքում մարդը Գրեգոր Զամզան արդանում է եւ հասկանում է, որ ինքը բվեճի է վերածվել։ Ու բավական հետաքրքիր, այսպես արկածներ է սկսում։ Մի դեպքում Բուլգակովի մոտ բավական հետաքրքիր արկածներ են, իսկ Զամզայի մոտ ավելի շատ հենց ներքին ապրումներն են, ընտանիքի հետ փոխհարաբերությունները։ Ես խոսքը փոխանցեմ քեզ։ Ես կսկսեմ երկու հիմնական առանցքից, որ երկու դեպքում էլ նոր մարդու ստեղծումն է, նոր մարդու, նոր իրականության, ու ամեն դեպքում հիմա մեր իշխանությունների մոտ օրիգինալ չի process-ը նոր մարդ ստեղծելու, իրենցից առաջ տարբեր եւ ռեժիմներ եւ գրական հեղինակներ իրենք նոր մարդ փորձել են ստեղծել, բայց թե ինչա ստացվում այդ նոր մարդու հետ, այդ թեման մենք այսօր քննարկենք։ Այսինքն Բուլգակովն եւ Կաֆկան էլ ցույց են տալիս, ի վերջում ցույց են տալիս, որ այդ տրանսֆորմացիան ոչ մի հաջող նոր մարդ ստեղծելու, այսինքն բացի Աստծուց որևէ մի մարդուն անհասու է նոր մարդ ստեղծելը։ Լինի լինի ամբողջ եւ բժշկությունը, հիմա մենք կարող է տասնյակ հարյուրավոր բաներ թվարկենք ստեղծագործություններ, որ ուզում են կամ մարդ ստեղծեն, նոր մարդ կարող ենք քննարկել նաեւ Ֆրանկենշտեյնը, որ էլի փորձում են նոր մարդ ստեղծել, բայց կենտրոնանք այս երկու գործերի վրա, այսինքն ինքը շատ է գրականության մեջ եւ իրականության մեջ նոր մարդու ստեղծելը, նոր մարդ ստեղծելը, որը որ հնարավոր է որ իրենց կարծիքով ավելի լավը լինի կամ գերազանցի նախորդ մարդուն, բայց մարդը ստեղծելը ինքը աստվածային էակ է ու մարդուն հասու չի նոր մարդ ստեղծել։ Ու երկու դեպքում էլ ինչ էլ որ անում է, դեհումանիզացիայի խնդիր կա, որ մարդը ինչքան է փորձում ես մարդ ստեղծես, ստացվում է ապամարդ է, որը որ ունի ավելի շատ հարցեր, քան թե մինչև այդ process-ը գնալը։ Ի տարբերություն Բուլգակովի, Կաֆկայի մոտ ինքը ամեն ինչ հանկարծակի է, բացատրություն չի անում, մի օր արտանում է ու տենց է լինում։ Եթե համեմատություն անենք մեր հետ, 18 թվին մի օր արթնացանք ու մեզ թելադրեցին, որ ասեցին, ոչ ինչ որ եղել է, այն հին մարդիկ ինքը բոլորը բռակ էին, հիմա մենք նոր արդեն գոյություն չունեն, հիմա մենք նոր մարդ ենք ստեղծում ու երկու դեպքում էլ մարդկայնության կորուստն է։ Ես գիտես ինչի վրա կուզեի ուշադրություն դարձնել, շատ ճիշտ ես ասում, այդ հետ 18-յան ու դες 10 այս ապրիլի 23-ին չէ նշվեց քաղաքացու օրը, որովհետև դա 18 թվականի այդ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրն էր։ Ինքը մեր մոտ ասոցացվում է այդ խորոված քաբաբ այդ փարթի, չգիտեմ, ինչ-որ երաժշտություն, տոնակատարություն, հենց քաղաքացու օր կոչվածը հենց այդ ուտելու եւ քեֆ անելու դրա հետ է կապված ու Բուլգակովն էլ է հենց, եթե մենք հիշում ենք, Շարիկովը ինքը, չգիտեմ, այդ երաժշտական գործիքներ նվագեր, պարեր, ինքը հետաքրքիր է, իրենք մարդու կերպարը, նոր մարդու կերպարը, իրենք պատկերացնում են պարելով, ուրախանալով, նվագելով, ու եթե նայում եք կրկեսներում էլ, կենթայիներին կարողանում են սովորեցնել այդ ամեն ինչը։ Կենթայիներին երգացնում են, պարացնում են, տարբեր գործիքներ, երաժշտական գործիքներ են, բայց ինքը դրանից մարդ չի դառնում։ Ստեղ ուրիշ բան կուզեմ ասեմ, որ այն մարդիկ, ովքեր տրվում են դրան, երկու գործում են, եթե արդեն օգտագործվեց, արդեն ինքը որևէ մեկին պետք չի։ Մի դեպքում էքսպերիմենտի տեսքով փորձը արվեց, չստացվեց, արդեն ինքը պետք չի։ Երկրորդ դեպքում արդեն ինքը որպես մարդ կամ որպես բվեճ, ինքը որևէ մեկին պետք չի։ Ինքը որոշակի ժամանակի համար է, դա ուրիշ մարդկանց
ցույց տալու կամ ապացուցելու կամ այդ փորձն է ցույց տրվում, բայց արդյունքը բոլորը գիտեն այդ բռակն է դալը։ Այդ առումով Կաֆկայի մոտ շատ հետաքրքիր մի քանի, այսպես ասած, մտքեր կան, որ նախ ինքը փորձում է բացատրի մարդու եւ այդ ընտանիքի հարաբերությունները, հա, ու Կաֆկան ամեն դեպքում ինչպես ասենք, պեսիմիստական գրող է, հա, ինքը այդ մարդու տրագեդիան է փորձում դուրս բերել, հա, լույս աշխարհ հանել, ու ինչն է հետաքրքիր, որ ընտանիքի անդամները ինչ-որ բай նախ հոգնում են իրանից, հետո փորձում են բնականաբար հրաժարվում են իրենից, հա, ու այստեղ գալիս է այն ինձ թվում է շատ ճիշտ միտքը, որ դու փորձում ես Կաֆկան ցույց տա, էլի, որ դες համաձայն է, որ դու որպես այդպեսին քեզնով աշխարհին պետք չես։ Ինքը փորձում է անգամ քո ընտանիքի անդամներին, քո ընտանիքին պետք է այն ֆունկցիան, ինչ դու կարողանում ես անել, ոչ թե պետք ես դու, այլ այն ինչ ես դու կարող տաս աշխարհին։ Եվ ընդհանուր բնության առումով էլ մարդու կերպարը ինքը թե ինչ դու կարաս տաս աշխարհին, տիեզերքին, Աստծուն, չէ, ընտանիքին։ Դրանից դուրս դու արդեն որևէ մեկին պետք չես։ Հետաքրքիր չէ, որպես անհատ այդ այստեղ մի բան էլ ասեմ, հետաքրքիր բան է Բուրգակովի հետ, որ ինքը ասում է ինչ գրականություն ես կարդում, ասում է բանը, հեղափոխության գրականություն, ասում է եւ ում հետ բան համաձայն չես, Էնգելսի թե Կաուտսկիի հետ, ինքը սպասում է որ ընտրություն, ինքը ասում է Սաբոյեմի, երկուսի հետ էլ ինքը նոր մարդ է, ինքը ոչ այն գիծնա ուղությունն է, ոչ կապիտալիզմ, ոչ սոցիալ, ինքը նոր ուղություն է իրեն թվում է որ ինքը նոր ուղություն է ստեղծել ու ինքը նոր միտք է ինչ որ անգամ այս միտքը շարունակելով փաստորեն ինքը հերքում է բոլորին հերքում ինքը ինչ իրենից առաջ բոլորին սխալ է անում դա Շարիկովների կերպարն է որ ինքն է առաջին մարդը ինքը նոր Ադամն է որը որ ինքը ինչևէ որևէ չէ ինքը արդեն ստեղծվել է նոր մարդ որը ինքը մերժում է իրենից առաջ եղած ամեն ինչ եւ բարոյական եւ պատմական եւ ընտանեկան բոլոր նորմերը ինքը հայտարարում է որ ես նոր մարդ եմ ու ես նոր մարդով կարամ ապարեմ երկեմ ժողովրդին զբաղացնեմ ու մի պահ մարդիկ իսկականից հիանում են այդ Շարիկովով որովհետեւ հրաշք է տեղի ունեցել որ մարդը կարողացել է շունը կարողացել է մարդ դառնալ ու ինքը կարողացել է բան անել ինչ որ բաներ անել, բայց ինքը այդ մի շատ կարճ ժամանակ է տևում այդ ամեն ինչը։ Գիտես, ինձ թվում է խիան մարդիկ իր հետևից գնում, եւ Շարիկովի եւ Շարիկովների, հա, որովհետեւ երբ մենք համատնում ենք, դե այսպես ասած Բուրգակովի ողջ այդ միտքը նրա մասին է, որ ցույց տա այդ այսպես ասած պրոֆեսորի եւ Շարիկովի ինտելեկտուալ եւ բարոյական այդ տարբերությունը, ինչքան իրենք իրար նաեւ որ հեղափոխությունները հրեշներ են ծնում, դա ինքը ասում ցանկացած Բուրգակովը լինելով ինքը իրանով հակահեղափոխական կերպար ինքը ապացուցում էր, որ ցանկացած հեղափոխություն ինքը հրեշներ է ծանում, ինչքան էլ տվյալ պահին որպես հրաշք ներկայացնեն, ինքը վերջում հրեշի է վերածվելու։ Ինքը չի կարա նորմալ բան լինի, որովհետև նորմալ էվոլյուցիա չի ապրել։ Եթե մարդը սաղմնային վիճակից չի եկել, ինքը տարբեր process-ներ չի անցնել եւ սխալվել, ինքը միանգամից արդեն վերելու է հրեշ դառնա։ Հա, այդ էվոլյուցիոն եւ ռևոլյուցիոն, այսպես ասած, զարգացման տարբերությունը, էվոլյուցիոնը քայլ առ քայլ բերում է ու պինդ հիմք է ստեղծում, բեքգրաունդը ամուր ստեղծում, այստեղ շարունակելով նախորդ միտքը, ինչի են իրանք ավելի, այսպես ասած, պոպուլիզմին ինչի են մարդիկ տրվում, որովհետև եթե մենք նայում ենք Շանսիրտում, Բուրգակովի մոտ կամ անգամ մեր իրականություն, հա, մինչև 18 թվականի, մինչ այդ հեղափոխությունը, այդ պրոֆեսորները, այսպես ասենք, հա, իրանք դնում են բարձր նշաձող, թե ինտելեկտուալ, թե բարոյական, եւ նաեւ ակնկալիքները կա։ Հենց այդ հասարակությունը պետքա ձգտի բարձրանալ դեպի այդ նշաձողը։ Իսկ իրենք ինչ ասում են, պոպուլիստ, ով իջացնում ասում է, չէ, ձեզ պետք չի աճել, ձեզ պետք չի զարգանալ, ոչ մտավոր առումով, ոչ ինտելեկտուալ, ոչ բարոյական, ոչ մի առումով ձեզ պետք չի աճել։ Դուք հիմա կաք ամեն ինչ լավ է, եթե մենք կարող ենք ուտենք, խմենք, ապարենք, քեֆանենք, ուրեմն ամեն ինչ նորմալ է, այսինքն աճելու, այսպես ասած, ինչ-որ որոշակի process, որոշակի ջանք գործադրելու կարիք չկա։ Ինչու դուք պետք է ասենք մի գիրք ավել կարդական բարոյապես ձեզ կրթեք, եթե սենց ամեն ինչ լավ է, թե մենք սենց հիմա ապրում ենք։ Լևոն, մի հատ ստեղ ուրիշ հարց հետաքրքիր է, քեզնից եմ ուզում իմանալ։ Արդյոք ի սկզբանե, որ մարդը արդեն ինքն իրանով մինչև վերջ փչացել է, այդ մարդու վրա արժի ինչ որ ներդրում կամ ջանք գործադրել, որ մարդ դարձնելու համար, որ դու արդեն այդ մարդը ամեն ինչով իր բոլոր process-ներով փչացրել է, ինքը հասել է այդ ամենածայրահեղ
արժի, չնայած մենք չենք որոշողը, մենք Աստծո ֆունկցիան չունենք, այդ Աստված կարա այդ շանսը տա։ Մարդը ինքը իրան պետք է ուզի, բայց մենք արժի որպես պետության ներկայացուցիչներ այդ մարդկանց վրա որևէ ներդրում կամ որևէ խաղադրույք անենք, որ հնարավոր է ենթադրենք այդ շունը ինչ որ կարողանա պետությունը նենց ուղղությամբ տանի, որը որ ուրիշների մտքով չի անցել հետաքրքիր։ Իրանքի հարցը շատ բարդ է, ամփիլիսոփայական է, ու չգիտեմ, ճիշտ ու սխալ պատասխան կա թե չէ։ Ես sense կպատասխանեմ, մաթեմատիկայի տնտեսագիտության տեսանկյունից գուցեև չէ, որովհետև այն ներդրումը, այն ջանքը, որ դու պետքա դնես, ու այն ոնց դու շատ ճիշտ նշեցիր, ակնկալիքը, որ դու ստանալու ես, իրար համատեղելի չեն։ Այսինքն դու պայմանական 10 միավոր ջանք ես դնելու, որ գուցե 1 միավոր հետ ստանաս կամ չէ։ Մաթեմատիկորեն սա կամ բիզնեսի համար սա ձեռնտու ներդրում չի։ Բայց ինձ թվում է, հենց պետությունը դրանով է տարբերվում, պետությունը հասարակությունը, իրանք բիզնես պրոյեկտ չեն, այսինքն այդ ընդհանուր նորմալ համակեցության համար պետքա որ անգամ այդ ցածր խավն էլ եթե չբարձրանա շատ, եթե մենք չենք բնականաբար ինչ-որ ռոմանտիկ չլինենք, հա, ինչ-որ ակնկալիքներ, որ բոլորը պետքա լինեն գրագետ, բարոյական, պարկեշտ, ինտելեկտուալ, գոնե ինչ-որ ընդունված խաղի կանոններ եւ կարմիր գծեր պետքա լինեն։ Այսինքն ստեղ ես կասեմ, որ այդ աշխատանքը պետքա տարվի ոչ թե այդ առանձին անհատներին փորձել զարգացնել, կրթել կամ բարոյապես բարձրացնելու վրա, այլ խաղի կանոններ սահմանելու վրա եւ կարմիր գծեր սահմանելու վրա, որ անգամ այդ ստորին մակարդակում գտնվողներ, այդ շարիկվները եւ շարիկվի թիմակիցներ ասենք, աջակիցներ ասենք, այդ գաղափարակիցները իրենք իմանան, որ կան որոշակի շվոնջերները, բայց ինքը շարիկը այդքան մեղավոր չէր, եթե շվոնջերների ձեռքը չընկներ, եթե գլոբալ առումով իրան չփորձեին այլ ուղղությամբ օգտագործեին։ Ինքը սովորական գիտափորձ էր, բայց կարող է նաև այդ գիտափորձը դու չես կարող մինչև վերջ հասցնես կեսից վերցնում են, այսինքն գողանում են այդ գիտափորձը, ու այդ շվոնջերներն են օգտագործում շարիկներին։ Հա, ես միանշանակ համաձայն եմ այդ մտքի հետ ու ասեմ ավելին, միշտ համարել եմ, որ անգամ այդ վատ ղեկավարի կամ վատ մարդու կամ վատ շարիկը, այսպես ասած, գոյությունը հենց պահպանում են այդ լավ մեր ժամանակներում ասեմ, այդ մեդիա ֆոն ստեղծողները, հա, կլինեն փորձագետներ, քաղաքական գործիչներ, ինչ-որ թիմի անդամներ, այսինքն այս մարդիկ ստեղծում են ինչ-որ մի հատ bubble ինֆորմացիոն, որտեղ յուրաքանչյուր իր սեփական շահադիտական նկարտումներից ելնելով սնուցում է շարիկվի, այսպես ասած անփոխարինելի միակը եւ ճիշտը լինելու ու իրան ու նաեւ բանը գործառույթ են տալիս, որ ինքը հիմնական գործառույթը ենթադրենք հիմա բոլոր հեղափոխականների ինչ որ մի հատ խավի ոչնչացնելը, որ եթե տեսնում ենք հիմա շարիկվի դեպքում ինքը կատուներին ոչնչացնելը, որ ինքը ասում է я их душил, հիմա եթե տեղափոխվում ենք մեր իրականության մեջ, կկզսնեմ ու նույն տերմինոլոգիան ասֆալտին փռել, հա, բայց ինքը բանա պետք թիրախ, որ ինքը պետքա ուրիշներին ոչնչացնելով ինքը հաստատվի իր կարևորությունը, բայց իր կարևորությունը ֆունկցիան շարիկվի դա չէր, դեռ այլ ֆունկցիա ուներ։ Արի մի քիչ էլ տարբերություններից խոսենք։ Ի տարբերություն բանը Զամզայի, Գրեգոր Զամզայի, ինքը միայնակ էր Զամզան։ Թե արդյոք շարիկը ինքը միայնակ էր, թե միայնակ չէր, թե ինքը այդ խմբի մեջ ինքը ուզում էր ինքներ էր միայնակ։ Վերջում որ տեսնում ենք, որ հետ է գալիս, ինքը էլի նույն այդ միայնության մեջ է գալիս։ Ու այս հետաքրքիր է երկուսն էլ այդ միայնությունն են փորձում ներկայացնել։ Մի դեպքում միայնությունը, որ ինքը ամբողջությամբ կտրվում է, մյուս դեպքում միայնությունը ամբողջի մեջ է, ինքը միայնակ։ Դե վերջում էլի ինքը միայնակ մնաց։ Վերջում ինքը էլի նույն կերպարն էր, այդ բանը ծրվեց, այդ ամեն ինչը։ Թիմը ծրվեց, ինքը էլի մնաց միայնակ այն կերպարը, որը որ այս բանից գարեջատնից, մյուս գարեջատունը տարբեր տեղեր բաներ անում, պարկում էր փողոցում ու ինքը փորձում էր ինչ-որ ոսկոր գտնել։ Դե օրինակ ինձ թվում է, եթե Կաֆկան, հա, այսպես ասած, մարդու այդ միայնությունը հենց ոչ հոգևոր միայնությունը ինքը դիտարկում է ֆիզիկական միայնության մեջ, հա, ինքը սենյակից դուրս չի գալիս, այդ ողջ ներքին ապրումներն է, ապա բուրգական փորձում է ցույց տա, որ այդ ներքին միայնությունից փախուստի համար մարդը փորձում է ինչ-որ շրջապատ ձևավորի։ Թիմ ստեղծի ու ցավոք ստեղ էլի վերադառնանք այդ նախորդելի մտքին, որ այդ մարդիկ թիմը, այսպես ասած, ինձ թվում է հասկանում է, որ շարիկը միայնակ է։ Իրանք հենց իր այդ
մենակության մենակությունը թաքցրելու համար ստեղծված այդ ամբողջի պատրանքն են իրանք նրա շուրջ ստեղծում, որ ոչ դու միայնակ չես, մենք քո կողքն ենք, միջև վերջ կանք, բայց էլի երկու գրքերի հիմնական մեխը նրանում է, որ ի վերջո իրանք մենակ են ու այդ ասողները սեփական նպատակներից ելնելով են դա ասում։ Ու հենց պահը եկավ, հենց Շարիկովը հետ վերադարձավ էլի շունդ առավ, բոլորը փախնելու են։ Արի մի հատ այլ թեմայի խոսանք, որովհետև էսի շատ ծամծամված թեմա է, բոլորն են անցել սրա վրայից, բայց էս մի թեման արդյոք Преображенскին ինքը մեղավոր էր, թե մեղավոր չէր։ Հիմա շատ են բանանում տարբեր ձևի քաղտեխնոլոգներին, ասում են ենթադրենք ինչը ծնեց, ենթադրենք տարբեր բռնապետերին կամ այն մարդը, որ ինտելեկտուալները, որոնք որ բան են փորձ են ուզում անեն, էքսպերիմենտ կամ փորձում են մարդկությանը օգտակար լինել, Օպենհայմերը ենթադրենք ինքը արդյոք ինքը մեղավոր է, որ ատոմային ռումբա ստեղծել։ Այսինքն բարոյական պատասխանատվություն դերում է Ճապոնիայում այդ որևէ բան է, ասեն նույն գերմանացի ժողովուրդը, նույն արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանը մեղավոր է, որ իր կողքերն այնց մարդիկ են հայտնվել, որ հետո իրանք պետքա այսօրին բան հասցնեին երկիրը։ Արդյոք հիմա Преображенскին մեղավոր է, թե մեղավոր չի, որ ինքը փորձել է այդ փորձել է մարդկությանը օգտակար լինել ու փորձել է իսկականից օգուտ լինել։ Արդյոք նույն ձևի Մերի Շելիի մեջ Ֆրանկենշտեյնի ինքը ստեղծողը, ինքը պրոֆեսոր, ինքը արդյոք մեղավոր է, թե մեղավոր չի։ Ինքը իրականում նպատակը նոր մարդկության օգտակար լինելն է։ Դե այստեղ այդպես եթե փորձենք հարցին նայել, այսպես ասենք, կրոնական տեսանկյունից, աստվածաբանական տեսանկյունից, գուցե իրանց մեղքը նա, որ իրանք փորձել են Աստծո ֆունկցիան վերցնել իրանց վրա։ Բայց նաև քայլեր պետք է անք մարդկությանորենա հիմնավորված։ Եթե այստեղ կարանք այս երկու ստեղծագործության մեջ այդ գաղտնիքը չգտնենք, բայց բանի Ֆրանկենշտեյնի պարագայում ինքը գալիս է, ասում է, բայց դու ինձնից հարցրել ես, որ ինձ ինչի ստեղծեցիր։ Կամ եթե դու ինձ ստեղծել ես, դու պատկերացրել ես, որ մինչև վերջ կտանես, թե չես տանի։ Այդ ճանապարհը, բայց այդտեղ էլ ուրիշ խնդիր է, արի աստվածաբանական թեմա է, որ այդտեղ Իսահակյանն էր ասում Աբուլալա Մահրիում, որ իմ հայրը իմ դեմ մեղանչեց, ես չեմ մեղանչի իմ որդու դեմ, թե արդյոք մենք թե մարդ ստեղծում ես, դու պատասխանատու ես մինչև վերջ, դու մինչև վերջ չես կարա տանես։ Ու եթե մինչև վերջ չես կարա տանես, մենք մեր կյանքի տերը չենք, մենք մինչև վերջ չենք կարող տանենք։ Ու մնաց թե ուրիշին անգամ եթե դա քո երեխան է, հիմա երեխա, բայց այդ դեպքում նշանակում է ընդհանրապես պետք է երեխա չունենալ։ Որն է դաժան թեմա մտանք, չէ, եթե դու փորձ պետքա չանես, ընտանիք կազմելու, դա փորձ է ամեն դեպքում։ Դու ինչի տակ ես մտնում, թե դու պետքա, չգիտեմ, այսինքն ինչ անես։ Ես համաձայն եմ, որ այդ պատասխանատվությունը ինչ-որ մի կետից, ու լավ, եթե մարդկության մասին ենք խոսում, սովորական ոչ Преображенский կամ Ֆրանկենշտեյնի մասին, ապա ասենք եթե երեխան 18 տարեկան է դառնում, վերջ ինքը արդեն անհատ է։ Սա ինձ օրինակ այս մասով դուր է գալիս հենց իրավական դիրքորոշումը, գիտես ինչ առումով։ Այսինքն եթե 18 տարեկան մարդուն, արդեն հա չափած մարդուն, դու ստանում ես պետության ապագա որոշել ընտրությունների մասնակցելու միջոցով։ Զենք բռնել, մեքենա վարել, ու բազմաթիվ այլ ինչ-որ իրավունքներ ես տալիս, նշանակում դու համարում ես, որ ինքը արդեն կայացած է այդ պահին։ Պետությունը համարում է, տարբեր երկրներում միտեղ 18, միտեղ 21, միտեղ 20 ինչ-որական չի, բայց որ ինչ-որ մի կետում մարդ արդեն այնքան կայացած է, որ ինքը կարող է մեքենա վարի, մենք չենք բացառում, չէ՞ որ մեքենան կարող է վատ վարի, ինչ-որ մեկին վնասի կամ ինչ-որ Իսպանիա ասենք, ավտովթալի։ Հետո բան արվի ընտրությունների շեմին բան անեն, համաներում տախմած վարորդներին կամ չգիտեմ ինչ-որ, հա։ Այսինքն այս մասում ես համարում եմ, որ իրավաբանությունը, պետությունը շատ ճիշտ մոտեցում է սահմանել, որ ինչ-որ մի կետից թողել է մի կողմ աստվածաբանական կամ փիլիսոփայական հարցեր, ինչ-որ մի կետից վերջ այս անհատը արդեն ձևավորված է։ Ինքը պատասխանատու է իր համար ու հասարակության առաջ էլ մենք կարող ենք իրան արտոնություններ տալ, արտոնություն ասելով էլ եմ ասում, մեքենա, զենք, քվեարկել եւ մնացած իրավունքները։ Այսինքն հիմա վերադառնալով, եթե գանք Ֆրանկենշտեյնին կամ Շարիկովին, արդյոք ասենք Преображенскին պրոֆեսորը որևէ պարտականություն ունի, գիտես ոնց, երևի միջև այն պահը, երբ Շարիկովը ձևավորվել, բայց Շարիկովը չէր ձևավորվել։ Ինքը ֆիզիկապես գուցե մարդու տեսք ուներ, բայց հոգևոր, ինտելեկտուալ մտավոր առումով ինքը դեռ չէր կայացել։ Ու
ինձ թվում է բուրգակը մեծ պատական չի վերնագիրը թողել շան սիրտը, որ ինչքան էլ դու շանը մարդկային կերպարանք տաս, խոսելու ունակություն տաս, ձեռքեր ոտքեր տաս, եթե հոգու խորքում, եթե սիրտը դեռ շան սիրտ է, ինքը միջև վերջել մնալու է այդ շան կերպարի մեջ, ասենք ասենք։ Թեկուզ եւ արտաքնապես մարդկային ամեն ինչ ու փորձել չարժի անել ինչ որ բան անել ու որ բայց այդ դեպքում պրոֆեսորը փորձում է հանուն արդարության մենք պետք է ասենք բուրգակի ողջ ստեղծագործության իր մասին պրոֆեսորը փորձում է կրթի, դաստիարակի, գրքեր կարդալ, տաճի, երաժշտություն հավասարի ինքը հետ նստի, քննարկի, ոնց որ իր երեխային ինքը փորձում է դաստիարակել, բայց այդ երեխան շատ չար երեխա է, ասենք արդեն հասարակությունը իրան վերցրեց իքիչա ներքուստ ինքը այդ այսպես ասած այդ շանս երթը իր մեջ ունի, այդ թույնը ունի, այդ բացական գծեր ունի, հասարակությունը դա վեկալեց եւ շատ լավ շրջանառեց Գրեգորի Զամզայի խնդիրը որն էր ինքը տունը նստած դե ինքը որ ապաթիայի մեջ էր, էսը վերադառնամ քո վերջին ստատուսին, որը որ էլի բանը 10-ից 10 խփել, որ ինքը փակվել էր իր աշխարհի մեջ, ու ինքը թվում էր ինքն իրանով կարա աշխարհը փագի, չխառնվի արտաքին ու ինքը կարողանա պահպանել այն ինչ որ ունի, բայց այստեղ ուրիշ հարց է գալիս։ Արդյոք ընտրությունների չգնալը, արդյոք ձայնը չբարձրացնելը, արդյոք փակվելը մեզ փրկում է կենթանի չդառնալուց։ Թե հակառակն է։ Չէ, այստեղ ես միանշանակ համարում եմ, որ դա փախուստ է աշխարհից, փախուստ է պատասխանատվությունից, փախուստ է ինքը քո հետ առերեսվելուց ու գիտես այդ նույն հրապարակման մեջ որ գրել է ես ինչի վրա շեշտել որ դա փորձում են փաթեթավորել քաղաքականությունից բարձր կանգնելու ինչ որ նշաձողով որ քաղաքականությունը կեղտոտ բան է ես ավելի բարձր եմ ես դրա մեջ չեմ մտնելու ոչ բայց այդ բարձրությունը ես պետք է լինի պատասխանատվություն վերցնելու մեջ իսկ ապաթիան եւ փախուստը երբեք գիտես ոնց որ ինչի նման լինի պատերազմ լինի, լավ վատ օրինակ բերեմ, պատերազմ լինի, ասես չէ, պատերազմում մարդիկ են մեռնում, դա բարոյապես ազնիվ չի, ես չեմ մասնակցում, ես փախնեմ ուրիշ երկիր, որ պատերազմի չմասնակցեմ։ Բայց դու չես վերցնես պատասխանատվություն քո հայրենիքի պաշտպանության համար։ Բանը բոլոր դեպքերում ինչ էլ լինի, երկու դեպքում էլ մեկը որ դու քեզ փագես էլի քեզ պետք է հասարակական կենթանի ես։ Եթե դու հասարակության մեջ չես անում, դու էլ կարող ես վերածվել կենթանու Երկրորդ դեպքում էլ եթե թույլ տվեցիր որ քեզ օգտագործեն, այդ դեպքում էլ ես կենթանու վերածվում։ Հա, միանշանակ համաձայն եմ։ Ինչ ասենք, կոչ անենք որ կենթանու չվերածվեն։ Եվ իրեն շուրջ եղած կենթանիներին շատ բան չանեն, այսպես ասած։ Առաջ չտանեն կամ չողջորեն, այլ ընդհակառակը փորձեն իրաց մեջից այդ բացասական գծերը հանեն ու փորձեն իրաց բարձրացնել։ Դա դժվար աշխատանք է, դա տաժանակիր աշխատանք է, դա որևէ կերպ երաշխավորված չի որ փոխհատուցում է ստանալու ու ընդհակառակը շատ ավելի հավանական է որ ոչ մի օգուտ չի տալու, բայց ել եմ ասում, հասարակությունը պետությունը դա մաթեմատիկա չի կամ բիզնես չի, պետք է այս հարցին մոտենալ ավելի շատ բարոյական եւ մարդկային տեսանկյունից։ Շնորհակալ ենք։ Շնորհակալություն, հաջողություն։ Տեսում։